Պատվավոր Հաճնի մշակույթի տանը անցկացվեց շախմատի համաքաղաքային հուշամրցաշար նվիրված մեր համաքաղաքացի Սերգեյ Մարտիրոսյանի տարելիցին։ Վարպետ Սերգեյին շատերն են հիշում ու ճանաչում։ Ժամանակին ընկեր Մարտիրոսյանը մասնակցել է շախմատի բազմաթիվ մրցաշարերի, այդ թվում մարզային, քաղաքային և շրջանային, որի ընթացքում և նվաճել է չեմպիոնի կոչումը և արժանացել է մրցանակների։ Մենք էլ մշակույթի տան և շախմատի դպրոցի աջակցությամբ կազմակերպեցինք այդ հուշամրցաշարը։ Ողջունում եմ բոլորիդ, հարգելի շախմատիստներ, մենք գտնվում ենք Նորաչն քաղաքի մշակույթի տան շախմատի դպրոցում և այս պահին մեկնարկում է մեր շատ մեծարգո, շատ լավ բարեկամ Սերգեյ Մարտիրոսյանի անվան շախմատի հուշամրցաշարը։ Սերգեյ Մարտիրոսյանը նաև մի շարք մրցաշարերի հաղթող է, բացի այդ ես այստեղ իր լավին ընկերներից շատերին եմ տեսնում, ում հետ ոչ միայն շախմատային, այլ շատ ընդհանուր ճանապարհ են անցել, մեր բոլորի ավագ ընկերը, մեր լավ ուրեմն պատվավոր Հաճնցին և մրցաշարն էլ բացի այն, որ ունի մարզական իհարկե, այսպես ասեմ, ուղղվածություն, նաև բոլորիդ կմաղթեմ, որ հետաքրքիր բարձրաններ լինել, նաև ընթացքում հիշողություններ կլինեն իր մասին, մենք նաև 1-2 հարցազրույց կունենանք, ուրեմն առաջին հերթին շնորհակալ ենք մշակույթի տանը Ադամյան Հովիկին սենյակը տրամադրելու համար, գլխավոր մրցավարին, ընդհանուր կազմակերպչական առումով նաև մասնագետ Վիրաբյան Գոռին, որդուն, մեր լավ ընկեր Արմեն Մարտիրոսյանին ընդհանուր ուրեմն հովանավորելու միջոցառումը, ընդհանուր մրցանակներով և բոլոր ներկաներին, Տավրո ստուդիային, բախտում եմ բոլորիդ լավ խաղ, ասեմ, որ քիչ առաջ Վիրաբյան Գոռը անցկացրեց մրցավարը նաև վիճակահանություն, հենց հիմա պատրաստում են առաջի տուլը խաղան Լազարյան Սուրիկ, Վիրաբյան Պապիկ, երկուսն էլ լավ ընկերները մեր Մարտիրոսյան Սերգեյի, հաջորդը մեր վաստակաշատ շախմատիստն է Մադոյան Աշոտ և երիտասարդ շախմատիստ Գևորգյան Վալոդյան, հաջորդը մեր մոտ տաղանդավոր երիտասարդ Յուրա Հարությունյանն է, մրցակիցը մեր սպորտի երկրպագու լավ բարեկամ Սերգեյ Դավթյան, Մայրյան Վաղարշակը խաղա երիտասարդ մրցակցի է Տարոն Ղուկասյանի, բոլորի հաղթանակներ, բոլորի լավ բարձրաններ, շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ։ Մեկնարկը տրված է, Սերգեյ Մարտիրոսյանը հրաշալի հայկական օջախ ուներ, հայրենասեր ու հայեցի մարդ, լավ երեխաներ է դաստիարակել։ Որդին Արմենը ոչ միայն սիրով համաձայնեց մասնակցել այս մրցաշարին, այլ նաև ինքն էլ մեծ աջակցություն ունեցավ։ Նախ եւ առաջ կուզեմ շնորհակալությունս հայտնել այս պայլուն կազմակերպման համար, որտեվ նախաձեռնությունը ձեր կողմից է եղել, ու միասին եք ոնց որ մտածել, բայց հիմնական ոնց որ բեռը նախաձեռնության ու կազմակերպման ձեր վրա է եղել, մեր սիրելի Գոռ Վիրաբյանը նաեւ իհարկե մասնագիտական մասով, շատ շնորհակալ եմ դրա համար։ Ինչ վերաբերում է հայրիկի շախմատով զբաղվելու այդ ամբողջ պատմությանը, ես ինչքանից հիշում եմ, հայրս շախմատով զբաղվել է։ Այսինքն շատ փոքր տարիքից ու իմ մոտ այդ սերը շախմատի նկատմամբ հենց իրենից է փաստորեն փոխանցվել, որովհետև մեր տանը միշտ
մենք հյուրընկալել ենք, այսինքն լավ շատ ուժեղ շախմատիստների, մինի մրցաշարեր են հաճախ եղել, այդ իրենց հումորներով, ոնց որ առանձնահատուկ հումորով եւ այլն եւ այլն։ Այնպես որ շատ վաղ տարիքից ես հիշում եմ այդ փոքր մրցաշարերը, որ մեր ընտանիքում, մեր բնակարանում ոնց որ լինում էին։ Այո։ Արմեն ջան, եթե 3 բառով, լավագույն 3 բառով բնութագրենք հայրիկին առաջնակարգ, այդպես որը կլինի իր այդ խառնվածքի առաջին կարևոր ուրեմն այդ 3 բառերը, 3 հատկանիշները։ Ու հավանաբար սուբյեկտիվ կլինեն, բայց առաջինը ազնվություն, գերազնիվ մարդ էր այդ միանշանակ։ Երկրորդը հայրենասիրություն ու երրորդը մարդասիրություն, հավանաբար։ Ես էլ 4-րդը աշխատասիրությունը կտամ, որովհետև նկատել եմ, զգացել եմ նաև այն ծառ ու ծաղկի, հող ու ջրի, ընդհանուր առմամբ բոլոր առումներով ինքը հայրենասեր էր եւ սպորտից էր մտածում եւ ֆուտբոլից, հավաքականից, ամեն ինչը իր համար խնդիր էր, որը վերաբերվում էր հայրենիքին, բայց տանում էր դա արժանապատվորեն։ Հարգելի բարեկամներ, ուրեմն Սերգեյ Մարտիրոսյանի հուշամրցաշարի շրջանակներում մենք նաև հանդիպեցինք Սերգեյ Դավթյանին, ով նաև մասնակցում է այս մրցաշարին, արդեն մի քանի տուր խաղացել է եւ հանդիսանում է նաև Սերգեյ Մարտիրոսյանի շատ լավ բարեկամը, լավ ընկերը, ինչու՞ չէ նաև շախմատային իմաստով։ Պարոն Դավթյան, ձեր ծանոթությունը, ձեր հիշողությունները կապված Մարտիրոսյան Սերգեյի հետ ուր են տանում մեզ, որտեղից է սկսվել այդ առաջին ակորդը հիշում եք։ Իհարկե, միջոցառումը բավականին գովելի միջոցառում է ուսուցողական երիտասարդների պատանիների համար։ Մեծ հաճույքով առաջարկը ընդունեցի, ցանկացա մասնակցել։ Շուրջ 1 տարի է Սերգեյ Մարտիրոսյանը մեզանից բացակայում է։ Ոչ միայն շախմատի տախտակի առջև հանդիպել ենք մեկը մյուսի հետ, բավականին շատ զրույցներ ենք ունեցել։ Ինքը նաև իմ համայրկրացին էր, ծնվել էր մայրիկիս ծննդավայրում։ Հուշերի մասին խոսեցինք, ես կասեի ցանկացած հոգեբան, սոցիոլոգ եւ իմաստասեր մարդ մարդկային հիշողությունը բարձր է գնահատում։ Եվ առավելապես ես կցանկանայի Սերգեյ Մարտիրոսյանի բնավորության գծերի մասին խոսել։ Չտեսնված անձնավորություններ, շիտակ, մաքուր, հստակ, իր պահվածքով օրինակելի մարդ էր հասարակության մեջ։ Ես իրենի շատ օրինակներ եմ վերցրել մարդկային փոխհարաբերության շփումների ժամանակ, գովասանքի միայն լավ խոսքեր կարող եմ ասել Սերգեյ Մարտիրոսյանի հասցեին։ Ճակատագրի բերումով ես ծանոթացել եմ նաև իր հայրիկի հետ, Վաղամերիկ, հիանալի անձնավորություններ, հիանալի մարդ։ Մի քանի անգամ զրույց եմ ունեցել իր հետ եւ տպավորությունները բավականին հստակ, բարձր, անմոռանալի։ Բարին իրենց հարազատների հետ, հիշատակը վառ մնա։ Սերգեյ Մարտիրոսյանը շատ ու շատ ընկերներ ուներ, տեսակով շատ հետաքրքրասեր, կամեցող եւ շատ բարի։
որտեղից է սկսվել ձեր առաջին ծանոթությունը եւ ինչպիսին էր ինքը որպես մարդ, որպես ընկեր, համեցեք դերսար։ Մեր առաջի ծանոթությունը եղել է Ադամանդի գործարանում, այդպես ասեմ։ Ինքը լավ աշխատող էր, լավ ընկեր էր։ Առաջի ծանոթությունից անմիջապես հետո մեր մտերմական, բարեկամական կապը ընդլայնվեց։ Խորացավ եւ մինչեւ կյանքի վերջը։ Մարտիրոսյան Սերգեն այնպիսի մի անձնավորություն է, որ նա ոչ միայն ապրում էր իր համար, այլ կարող էր ապրեսնել ընկերոջը, բարեկամին, հարազատին։ Շատ դեպքերում նա ինքնակապ գնացել է մարդկանց օգնելու։ Եվ շինական բնակարանում, եւ խորհրդատվական առիթով ու շատ գործոններով։ Մարդ էր բարիս բուն իմաստով։ Ինչու, որտեվ նա լավ զրուցակից էր, նա լավ հյուրասիրող էր եւ հյուրասիրվող էր, լավ ընկերություն կարող էր անել, կազմակերպել։ Ինձ միշտ որ հանդիպում էինք, գնանք տուն, ընկեր Մարտիրոսյանը սիրարը, չէ, գնանք մի քիչ զբաղվենք, մի հատ շախմատ կխաղանք, ու քեզ հաջողություն կցանկանամ։ Գիտես ինչ, նման մարդիկ պետք է երկար ապրեն, որտեվ նրա մարդավարությունը համ ուներ, հոտ ուներ, ընկեր Ատոյան, ապրես, երջանիկ ապրես, որ հիշում ես լավ մարդկանց, հանրահայտ մարդկանց ես կասեմ, ու որոշակի միջոցառումներ ես կազմակերպում, ի նշան խորը հարգանքի։ Եթե նա հարգանք չվայելեր, մենք այստեղ չէինք հավաքվի, դա բնական է։ Ապրեք կազմակերպիչներին, շնորհակալություն եմ հայտնում եւ թող այս մրցաշարը դառնա մեզ համար ավանդական։ Շատ շնորհակալ եմ բոլորից կրկին անգամ շնորհակալ եմ շատ որ վառ եք պահում հայրիկի հիշատակը կազմակերպիչներից մեկ անգամ ևս շնորհակալ եմ Անդոնյան ջան, Վիրաբյան ջան եւ տնօրինությանը իհարկե մշակույթի պալատի Վերինով Ռաջինին։ Ու այդքանը ու շնորհակալություն որ շախմատի մակարդակը շատ բարձր եք պահում Ռաջինում, շատ զգացված եմ։ Շնորհակալ։ Ոնց անցավ, շատ հետաքրքիր անցավ թեժ պայքարում, դե երիտասարդները խաղում էին ավելի բարձր սերունդի հետ, ավելի տարեցների հետ եւ իրանք ավելի գերազանցեցին, կարևորը որ սերնդափոխությունը լավ տեղ ունեցավ, արդեն ուժեղ խաղացողներ ունենք, որ հետագայում էլի իրանց փորձը կփոխանցեն նաեւ մյուս փոքրերը։ Կան դրսանանքներ, որոնք ցուցանիշների հետ կապ չունեն, նախ այն մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել Մարտիրոսյան Սերգեյի հետ, ինձ թվում է յուրաքանչյուրս իրենց տաններ շատ անգամ եղել են, բացի այն մրցումները, այն մրցաշարերը, որը ինքը զարդարել է, նաև հաղթել է եւ մեր քաղաքի չեմպիոն է եւ հիշում եմ շրջանային նաև այսպես մրցանակակիր մարզային շախմատով կապված կյանք սիրող հայրենասեր շատ լավ հայր հրաշալի ընկեր։ Ուրեմն նախ ուզում եմ շախմատի որպես այսպես ասեմ զարգացման համար ուրեմն շախմատին որպես ներդրում ունեցող այս քաղաքում լավ շախմատից լավ ընկեր Վիրաբյան պապիկին մրցանակ տամ հատուկ իմ կողմից եւ մրցաշարի կազմակերպիչների կողմից ծափահարեք Ամես տպերը մեջ թող հիշեցնի քեզ եւ այս մրցաշարը եւ մեր հարգանքը ձեր նկատմամբ Վիրաբյան ջան լավ դու բարի շատ անգամ եւ ձեր տանը եւ իրենց տանը շատ շախմատային եւ ընդհանուր ընկերության հետ ճանապարհով անցել եք միասին շատ ապրեք Մարտիրոսյան Սերգեն ոչ միայն շախմատիստ էր, այլև մարդ էր իր բոլոր հատկություններով։ Մարտիրոսյան Սերգեն իրոք որ ոչ միայն շախմատիստների մոտ, այլ հաչնի ընդհանուր
այդ տարիքի այդ հասակից մարդկանց մոտ մեծ հարգանք էր վայելում ու մեծ պատիվ ուներ։ Մենք շատ ենք ափսոսում նրա գնալը երկնային կյանք, որովհետև նա արդեն երկնային կյանքում է ապրում, ու մենք երբեք չենք մոռանա, որովհետև բազմաթիվ անգամ մենք նստել ենք եւ շախմատի սեղանի շուրջ, եւ քննարկումների եւ ամեն ինչ։ Արմեն ջան, ողջ լինեք։ Ամեն դեպքում շնորհակալություն եւ ձեզանից, Շնորհել Գորգիան ձեզանից եւ Անտոնյան, որ դուք կարողացաք կազմակերպել Ուրեմն մարզական իմաստով շատ մոտ էր պատկերացրեք նաև չեմպիոնությանը Լազարյան Սուրենը, ով միշտ այսպես շախմատային լեզվով ասած պրպտող, պայքարող, այսօր մի փոքր զգաց, որ ոնց որ կողմնորոշվելու իմաստով երիտասարդների հետ դժվար է, տնային հանձնարարությունը շատ պիտի հետցուտներ վերլուծենք, Լազարյան Սուրիկը նաև Սերգեյ Մարտիրոսյանի ընկերն ու բարեկամն են, շատ մրցաշար է, շատ աղուհացեր միասին, որպես երրորդ տեղը, պատվավոր տեղ էս հրաշալի շախմատ նարդին, Գարիկ Կասպարովի ստորագրությամբ նվիրում եմ ձեզ, բարձր ցավի։ Շատ հաճելի ինչ ասեմ, Ժորժ, էֆեկտը նրան մեջ է, որ մենք հավաքվեցինք, հիշեցինք մեր ավակ ընկերոջը, որը հանդիսանում էր շախմատի ջատագով, շախմատի սիրահար, ընկերության, մաքուր ընկերության սիրահար, եւ մենք միշտ իրան հիշատակը երկար կմնան մեր սրտերի մեջ։ Բուն մրցաշարը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ, որին մասնակցում էին ոչ միայն Սերգեյի շախմատային ընկեր վետերանները, այլև նաև պատանի հաճնցի շախմատիստները, ու հենց այդ տղաներն էլ տոն տվեցին այս մրցաշարում։ Երբ ավարտվեցին բոլոր պարտիաները, պարզվեց, որ առաջին երկու տեղերը հավասար միավորներով զբաղեցրել են Յուրա Հարությունյանն ու Տարոն Ղուկասյանը։ Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Յուրա Հարությունյանը, որն էլ արժանացավ Սերգեյ Մարտիրոսյանի անվան գլխավոր մրցանակին։ Մրցաշարը ստացվեց, կայացավ, մենք էլ միշտ վառ կպահենք Սերգեյ Մարտիրոսյանի հիշատակն ու նրա մասին հիշողությունները։ Ջամփեք բոլոր մոլոր եւ արևան մար ես կտամ կյանքին բոլոր ձեր սիրո համար եւ դաշտեր բարի ձեզ էլ բյուր բարև ինձ օգնեք գտնեմ յարիս իմ պայծառ արև Մեր քաղաքում լավ են ճանաչում Աշոտ Մադոյանին, ով այս տարի բոլորում է ծննդյան 87-րդ տարին։ Աշոտը շատ վաղուց է ապրում Նոր Հաչնի ամենագողտրիկ եւ հրաշալի վայրերից մեկում Գեսի մայլում։ Նրա կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում սպորտն ու աշխատանքը։ Ֆիզիկական ուժին միշտ փորձել է համադրել մտավորը։ Մադոյանը համառ է, պրպտող ու մի քիչ էլ ըմբոստ։ Գալան հետ եկավ իմ սերնանուշ Հարգելի նոր հաճնցիներ, մենք այցելել ենք Աշոտ Մադոյանի
այգին, ողտրիկ, գեղեցիկ մայիսյան այսօրը եւ փորձելու ենք վարպետի հետ մի քանի հարցեր պարզել, մի քիչ խոսել եւ Հաճնի մասին եւ իր անցած ճանապարհի մասին։ Բոլորդ շատ լավ ճանաչում եք Աշոտ Մադոյանին, ով նաեւ համարվում է որպես Հաճնի վետերան եւ մարզիկ եւ աշխատանքի վետերան եւ լավ հայ մարդ եւ լավ պապիկ եւ լավ ընկեր։ Մենք բնակվել ենք Գանձակում։ Այնտեղից ես բանակ եմ գնացել։ Բանակից հետո ես եկել եմ Նոր Հաջն ուղիղ։ Հա, Նոր Հաջն եկանք, դե իհարկե գեսի շենքերը, այդտեղ մենք բնակվում ենք։ Հետո ծանոթացանք սպորտով զբաղվողները։ Մի լավ արգելից, Լուսակերտից Մարտիրոսյան Ժորակար, որը մեր մարզիչն էր։ Եվ ուղղակի ես նրանից շատ շնորհքով մարդ էր, նա կարողանում էր տես, զբաղվում էր եւ ֆուտբոլով, եւ վոլեյբոլով, եւ բասկետբոլով, շտանգա, պարապում էր, բայց ստանում էր ընդամենը մի հաստիկ։ Դու հասկանում եք, նրանից հետո մարդիկ կային, որ աշխատում էին, բայց իհարկե նրան նման ոչ մեկը չի աշխատել։ Զբաղվեցինք ֆուտբոլով։ Դրա դա կար մի հատ Իլիչ կար, ես իհարկե մշամարտով զբաղվել եմ, բայց որ եկա Իլիչ կար, մաստեր սպորտ, Կարմիրի գյուղից, նա լավ ջանով մի հարկերի քաշ ունեցող լավ լիգը, լավ ֆիզիկապես ուժեղ, շատ լավ էլի ազդից տղա։ Դրա ժամանակ էլ պարապում ենք մշամատրով։ Հետո պատահելա ես զբաղվել եմ բռնցքամարտով։ Բռնցքամարտով զբաղվել եմ բրատի եղբայր Սասունի հետ։ Սասունը միասին ենք աշխատում, նա շատ ֆիզիկապես ուժեղ, շատ ձիգ տղա էր, անվախ, հա։ Եվ թրջի, Կարուն եկավ ծաղկով իր կնկուշ, Կարնան հետ եկավ ինձ սենանուշ։ Մադոյան Աշոտի կենսագրության նոր հաճնյան էջը սկսվել է հենց այս թաղամասից, կառուցվող գեսից ու Սափվիր գործարանից։ Եվ մինչև Աշոտը կսկսեր պատմել իր կյանքի այդ հատվածը, մենք օպերատորի հետ նկատեցինք հայկական ավանդական խորովածի պատրաստությունը, որը ձեռնարկել էր որդին Անդրանիկը, եւ հենց խորովածի հոտն էլ շատացրեց մեր բոլորի մուսան։ Ես որեկան ես ընդունվա Նոր Հաջնի ճշգրիտ քարերի գործարան։ Հա, Աբազինի участок էր կոչում։ Այդ բանը մեր начальника Սարգսյան Վարդգեզն էր։ Հա, Սարգսյան Վարդգեզն էր, այդտեղ եմ աշխատել երկար տարի, դե իմ ինգերներն եղել են Հրանտի եղբայր Մասդիկը, Սասունը, Ալդուխի տղա Վալոդը, հայև կանակ մեր ավանի կանայ։ Մենք անձամ ես տղաների հետ աշխատում ենք, բանը, պրովուդո բարակցունում էին և Ռուբինը երբ որ սարկում էին, սվերլոյով ծակում էին ալմազի ու անցքը կամաց ալմազի միջոցով բարակ ծերը մտնում էր ու միջով հաստո դուս էր գալի, անցքն էլ մեծանում էր ու իրանց ուզած չափսի։ Եվ մեր ցեխում աշխատողներ կային, որ ալմազից սարկում էին սվերլո, ալմազի սվերլո, որ առաջ ցեխում այդ քարերը կոնաձև ծակում էին։ Եվ արևան մար, ես կտամ կյանքնին բոլոր, ձեր սիրո համար, և դաշտեր բարի, ձեզ էլ բյուր բարև, ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ պայծար արև։
Աշոտ Մադոյանին նոր հաճընցիները նաև ճանաչում են որպես մարզիկ, ինչպես ինքն է սիրում ասել սպորտսմեն, այն էլ ինչ մարզիկ, հավասարապես պարապել է մի քանի մարզաձևերով, խաղացել է Նոր Հաճանավանի ֆուտբոլի թիմում, մասնակցել Հայաստանի առաջնություններին, հետո նրան տեսել են շախմատի մրցաշարերում, ինչպես նաև մարզել է Հաճնի բռնցքամարտի խմբակը, իսկ անցյալ տարի վետերանների ֆուտբոլի ընկերական խաղում նույնիսկ հետտրիկ ձևակերպես։ Այսպիսին է մեր Աշոտ Երկաթը, միշտ լավ, միշտ լավատես եւ լավ մարզավիճակում։ Դե ես քանի որ խաղում էի ֆուտբոլի ժամանակ դե ամեն բան էլ եղել է, ֆիզիկական ուժել պետք է, քանի որ ես առաջինը հարձակվող էի հաղում, հետո կամաց դարձել եմ պաշտպան։ Պաշտպանությունում իմ տեղն էր, ֆիզիկական ուժն էլ պետք էր, երբ որ դաժե պատահել է, նորից Արտաշատից թե Դվինից եկել էին, ֆուտբոլ էին եկել, Հայաստանի կուբոկի խաղ պիտի խաղայինք, մենք էլ մեր դաշտում։ Այդ Աշոտ անունով մի հատ տղա կար եկավ, ասաց Աշոտ բարև, ես էլ եմ Աշոտ, բան ասի հա ուրախ եմ, որ Աշոտ ես, ասի դե ենենց էլի ինձից քեփին չկպնես, ասում եմ դե չեմ կպնի, ցավտ տանեմ, բայց դու եթե իմ կրայով գաս ինձի, մեր վարոտին գոլ խփեց, ինձի պատիվ չի բերի, դրա համար դու գնա են թևի, դաժե հոկտեմբերացի Սուրիկը ասում էր արա Աշոտն ու Ախուրյանցի մրդոն, որը իրար կպան, ասում էր կայծերը թռավ։ Այսինքն դուք ավելի կոպիտ խաղի կողմնակից եք եղել, շատ դժվար են անցել ձեզնից հարձակվողները, ես այդպես լսել եմ։ Հա, դրա համար ժողովուրդը ինձ ասին Աշոտ Երկաթ։ Շատ լավ է։ Եվ Արարատ 73 եկավ, այդ լեգենդար ֆուտբոլիստները։ Դե ինձ համար այդ ֆուտբոլիստները մեր ազգին, որ բերել են, այդտենց պատիվ, դրանք մեր ազգի հերոսներն էին։ Մեր ազգի պատիվն էր։ Եվ Նիկիտա Սիմոնյանն ասում է, ես գնացի Վազգեն առաջինի մոտ, ասում էր, դուք գիտեք ինչ եք արել, դուք չեք իմանում, թե ինչ եք արել։ Ասում է, իմ մոտ ենքան պաշտոնով մարդիկ են գալիս։ Գիտեք, էսի ես հաշում եմ, ոնց որ Հայկն ու Բելը մերոնք կռվել են, ասում են Հայկը հաղթել է Բելին։ Եվ մեր ազգը ստեղծվել է Հայկից սկսված։ Մենք Հայկի սերունդ։ Հայկի սերունդներն են։ Գարուն եկավ ծաղկով իր կնքուշ, գարնան հետ եկավ իմ սերնանուշ։ Աջինցիներին էլ ես գոհ եմ, շնորհակալ եմ, որ ամեն ձևի եւ բոլոր սպորտմեններից եւ բոլոր մարզիչներից, Ինկեր Անտոնյանից, որ ամեն մի բանուն ինձի օրինակ ֆուտբոլի խաղ է հաղում 86 տարեկան հասակում ֆուտբոլ է խաղում։ Ինձի սախ հին երկրպագուներ եկան, Աշոտ բա մի հատ գոլ խփի, Աշոտ մի հատ գոլ խփի, հա բոլորը բալետ էին անում։ Ես բոլորին էլ ողջունում եմ, ցանկանում եմ բոլորին ամենագլխավորը առողջություն, ու երիտասարդներն էլ ես խնդրում եմ եւ ցանկանում եմ, որպեսզի բոլորն սպորտով զբաղվեն, ու դրանց հաջողություն, առողջություն, երկարակացություն եմ ցանկանում։ Հետո սեղանի շուրջ ծավալվեց անկեղծ ու ջերմ երկխոսություն, քիչ անց մեզ միացավ նաև կրտսեր Աշոտ Մադոյանը, էլ ինչ էր մեզ պետք, օդը մաքուր, ջուրը սառը, խորովածը համեղ, մեզ մնաց հայ մարդուն, մեր լավ բարեկամ Աշոտ Մադոյանին մաղթել քաջ առողջություն, խաղաղ կյանք և հաջողություններ։
առահաճնի մշակութային եւ մանկավարժական գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի մեր սիրելի Էլիզա Մելիքյանը։ Նրա ամեն մի հայրենիք վերադառնալը մեծ տոն է բոլորիս համար, իր ընկերների, աշակերտների եւ բարեկամների։ Հետաքրքիրն այն է, որ այդ օրերին կարծես թե չի էլ զգացվում, որ Մելիքյանը մեկնել էր հայրենիքից եւ վերադարձել է։ Իր տեսակին համաձայն յուրահատուկ ջերմությամբ, հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ է նա միշտ ներկայանում մեզ։ Այս անգամ նա իր կյանքի երկերկոցն էր բերել, որն ավելի շուտ ինքնախոստովանություն էր։ Սիրելիներս, 25 տարվա լռությունս ձայն է առել, ձայն բարբարու անապատի և դարձել է երկարաշունչ մենախոսություն, ձեզ ներկայացնելու, որի ընդարձակ լինելու համար հայտնում եմ ձեր ներողամտությունը ու համբերությունը։ Հաչնը սիրուն, թողինք մենք թուրքին, մոխրակույտ դարձավ մեր տուն ու այգին, մայր ու մանուկներ փախչում են կրկին, ախ մի նոր հարված հայիս է բախտին, Տավրոս լեռները մեգով էր պատված, Հայաստան աշխարհ մեզնից էր զատված, բարձր Կիլիկյան դարձավ գերեզման, ախ հայի ցավը կրկին մնաց անդարման։ Դրդոտ նավերը հար երթանք սարնի սասուն Ես հեղնիմ տունը դուն էղնիսուն Ես հեղնիմ տուն դուն էղնիսուն Մելիքյան Էլիզան Հայաստանից մեկնելուց հետո արտերկրում էլ շարունակում էր հայ մնալ, հայանպաստ գործունեություն ծավալել ու կարծես թե հայկական դեսպանն էր դարձել, հայ դեսպանին վայել, իսկական հայի նման նա տեղի հայ համայնքին իր շունչն ու ոգին էր տվել ու հայրենիքին նվիրվածությունը։ Սա մի հետաքրքիր կյանքի պատմություն է, սիրով եւ կարոտով եւ անսահման հայրենասիրությամբ լցված։ Օթանավ եկավ մեր ծավետիսով, մեր սրտեր լեցվան ուրախույսերով, թափառան բոլոր մանուկներ անձեն, անոնք ոգևոր թուրք ջարդել գուզեն, թափառան բոլոր մանուկներ անձեն, անոնք ոգևոր թուրք ջարդել կուզին։ Դրդոտ նավերը դու հակիրիս կարմիր սալեր Հարի երթանք շապատ մերկու Երիտասարդ ժամանակ տարիներին ենք հանդիպել թիվ 1 դպրոցում Մելիքյան Էլիզան պատմության ուսուցչուհի էր, բայց լինելով խառնվածքով լիրիկական, ինքը ավելի շատ ինձ թվում էր ինքը գրականության ուսուցիչ է, ոչ թե պատմության։ Այդ պատմության սառը թվերը մի քիչ այն չէր էլի, բայց ինքը այդ պատմության սառը թվերի մեջ ոգի էր դնում։ Անսիրտ ոչինչ չի եղել, ամբողջովին սրտով ապրում։ Պատահել է, որ կարճ ժամանակով դասամիջոցներ կամ մի դաս ազատ պիտի նստեինք ուսուցչարոցում, մեր տունն էլ հեռու էր, դե ես նստում էի, չէի գնում այդ ընթացքում, պատրաստվում է հաջորդ ժամին, վայացում էր, Գեղամյան ջան, վեր կաց գնանք մի բաժակ սուրճ կխմենք կգանք։
ու ամեն անգամ նույն հրավերով ես չէի էլ նայում այդ կողմը, որ հանկարծ նորից չասի գնանք։ Խիստ պատրաստական, միշտ դռները բաց, սիրտը առավել եւս բաց, անձնավորություն։ Այսինքն կատարյալ հայ։ Ես հային այլ կերպ չեմ պատկերացնում, որ հացը կիսի անպայման չունեցածն են բերում անգամ։ Պատահեց այնպես, որ տունը իրանց վերանորոգում էին, դե հասկանալի է, խառը իրավիճակ, էլի նորից նույն սովորության համաձայն 20 րոպե ունենք, գնանք, հետո ժողովա, չես հասցրի տուն գնալ, մտնենք տուն ու գնանք։ Գնացինք, հասանք դռան մոտ ու ասեց, վայ, Գեղամյան, մեր տունը վերանորոգում է։ Ասի, ոչինչ էլիս ջան, մի անհանգստացի, ես ձեր մենակ, ձեր տան պատերի վարդերը կտեսնեմ, ուրիշ բան չեմ նայի։ Համարձակ դուռը բացեց ու առաջանցանք։ Շատ նվիրված, շատ հոգատար, բայց որպես մայր ես մենակ իրա երեխեքի համար չի եղել որպես մայր։ Դպրոցում, այսինքն գիտեք ինչ, ես նկատել եմ, որ ինձ հետ աշխատող շատ գործընկերներ նման ձևով են վերաբերվել։ Եթե մի երեխա ընկներ, առաջինը վազում ենք, հասնենք, տեսնենք ինչ է եղել։ Ներկա պայմանները չէին, որ բուժքույրը պիտի գա, էս անեն, մենք չէինք սպասի որևէ մեկի օգնության։ Այդպես էլ մեծ նվիրվածությամբ անձնավորություն է։ Ինչ ասեմ, ես շատ սիրում եմ եւ կարոտում, շատ կուզեի, որ որպես կռունկ մի օր վերադառնային ոչ միայն Էլիզան, այլև բոլոր մեր օտարները, մեր ղարիբները, որ որևէ մեկը չերքեր ուստիկ ու գաս։ Մնացածը չասեմ։ Հուսանք, սպասենք, հավատանք, որ դա կլինի։ Ընկեր Մելիքյանը այնքան ընկերներ ունի Նոր Հաճնում, որ մի քանի օր այստեղ մնալով չի հասցնում շփվել բոլորի հետ։ Բայց նա միշտ այստեղ է, մեր կողքին, իր արիստոկրատ, կանացի, սենտիմենտալ եւ պոզիտիվ տեսակով։ Նա միշտ ուշադիր է, կամեցող ու շատ բարյացակամ։ Ընկեր Մելիքյանը եղել է մեր 4-րդ դասարանից հետո մեր դասղեկը։ Մենք դասարանում համարում ենք 10-րդ դասարան։ Ընկեր Մելիքյանին որպես մարդ ճանաչեցինք, որպես դասղեկ եւ բացահայտեցինք իր մարդ տեսակը։ Նախ ասեմ, որ ընկեր Մելիքյանը շատ փխրուն էություն ուներ, որքանով որ մենք կարողացանք այդ ժամանակ հասկանալ։ Դասավանդել է մեզ հայոց պատմություն առարկան, տոգորված էր հայրենասիրական ջիղով, ժամանակին հայոց պատմության ընթացքում չկային այդ փոքրիկ գրքույկները, ֆիդայական շարժման մասին, ընկեր Մելիքյանը հայոց պատմության դասերը ավելի խորացնելու նպատակով մեծ համար բերում էր փոքրիկ գրքույկներ, բրոշուրներ, Աղբյուր Սերոփի, Զորավար Անդրանիկի, Գևորգ Չաուշի կեսագրության եւ այդ շարժման հետ կապված։ Ընկեր Մելիքյանը շատ փխրուն հոգի ունեցող անձնավորություն է եւ մայրական ջերմություններ ստացում մեր դասարանում։ Բացի դրանից ընկեր Մելիքյանը շատ միջոցառումներ էր կազմակերպում եւ մեզ համար դա շատ մեծ կարևորություն էր։ Մենք շատ միջոցառումներ ենք ունեցել, երգում ենք Կիլիկիա երգը, արտասանել ենք, ասմունքել ենք Թովմասյան Լիլիթը, Շահինյան Արփիկը, Զաքարյան Մագդան, Սոնան, տղաներից Հովսեփյան Արմենը, Սահակյան Ավետիքը, Իվանյան Գարիկը, Խարատյան Էդգարը, որ հիմա Կանադայում է գտնվում, կներեկում, որ այս պահին չկարողացա հիշել։ Էլիզա Մելիքյանին տեսնելով միայն հաճելի դրական հուշեր, հետաքրքիր հիշողություններ, Աշկիս առաջ եկավ մեր դպրոցական տարիները, օգտվելով առիթից ողջունում եմ բոլոր մեր հասակակիցներին։ Ընկեր Մելիքյանի ներկայությունը իսկապես մեծ հիշողություն էր դեպի մեր դպրոցական տարիները։ Դպրոցական տարիների ժամանակ յուրաքանչյուր
նոր հաճնում ցանկացած դպրոցում կրթություն ստացող երիտասարդ տղա թե աղջիկ, ովքեր այցելել են նոր հաճնի թանգարան, մեծ սիրով, ջերմությամբ գրկաբաց դիմավորել է ընկեր Մելիքյանը բոլոր աշակերտներին եւ ամենայն մեծ հարգանքով, ջերմությամբ, հրաշալի գիտելիքներով գրկաբաց դիմավորել է նոր հաճնի բոլոր դպրոցների աշակերտներին։ Առաջինը բոլոր աշակերտները գալով այսպես տեսել են, զգացել են մեծ ջերմություն, հարգալից վերաբերմունք աշակերտի նկատմամբ եւ ընկեր Մելիքյանը շատ լավ գիտելիքներ է փոխանցել յուրաքանչյուր նոր հաճնի աշակերտներին։ Եվ դասավանդելով մեզ, բնականաբար մեր դպրոցական տարիների ժամանակ իմ հասակակիցները մեր ուսուցչուհիներին վերաբերվել են որպես ծնողներ։ Եվ ուսուցչուհիներից ստացել ենք ծնողական ջերմություն, ուշադրություն եւ մենք էլ որպես աշակերտներ մեր մոտեցումն ենք որպես ծնող ցուցաբերել բոլոր ուսուցիչներին եւ ուսուցչուհիներին։ Ընկեր Մելիքյանը աննկարագրելի անձնավորություն է եւ օգտվելով առիթից ուզում եմ նաեւ ողջունել բոլոր այն ուսուցիչներին եւ ուսուցչուհիներին, ովքեր այս պահին կլսեն ինձ, բոլորից շատ սիրում ենք, սիրել ենք, կսիրենք եւ ովքեր էլ չկան, շատ ափսոս, իսկ ովքեր էլ կան, մեր ուսուցիչները, ուսուցչուհիները թող առողջ լինեն, երկար տարիների կյանք ունենան, մեր նոր հաճնի գլխից անպակաս լինեն։ Իսկ ընկեր Մելիքյանին էլ ցանկանում եմ առողջ լինի, երկար տարիների կյանք ունենա, իր այդ հեքիաթային էությունը թող անպակաս լինի նոր հաճնից։ Հիմա լենի մասու սիրուն Էլիզա Մելիքյանի թանգարանային գործունեությունը, նրա տված հայոց պատմության դասերը, կյանքն ու հայրենիքը սիրելու իր ինքնատիպ մշակույթը զարդարել ու գեղեցկացրել է նրա բազմաբեղուն կյանքն ու գործունեությունը։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր սիրելի Մելիքյանին նորից հայրենիքը տեսնելու ակնկալիքով։ Դրդոտ նավերը հար երթանք սարնի սասուն Ես հեղնին տունը դուներնի Հիշենք Չարենցի, ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր, էլի ես որ ուարդաղար իմ Հայաստան յարն եմ սիրում։ Հացից խռոված երեխայի պես ինչ չանեմ, հացին եմ նայում, քունս փախցրել, բայց արի ու տես, բարձից փախչելով բարձին եմ նայում, ամեկի համար ամեն ինչ արել, նստել արածից վարձին եմ նայում, գժված գլուխս ափիս մեջ առել, անցած օրերիս դարձին եմ շնորհակալություն։ Կարմիր սալեր Հարի երթանք շապատ մերկու մրանք չալեր Հարի երթանք շապատ մերկու